Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 17-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 17-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, նաև այստեղ բժշկի մոտ կարող եք գնալ, բժշկականների կենտրոն կարող եք գնալ, գուցե դա է ցույց տալիս, որ գնում եք բժշկի մոտ տեսնելու կամ հիվանդի մոտ։ Նաև այդ օրը օձեր կան, բամբասանք, չար լեզուներ, չար մարդիկ։ Մյուս կողմից ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք եւ աշխատանքի հետ կապված այստեղ հարցեր կան։ Միգուցե գնում եք հարցաքննության, հարցազրույցի, նաև դա կարող է լինել աշխատանքի ընդունելություն, շատ աշխատանք, պատվերներ, ուղղակի այնտեղ աշխատանքի վերաբերյալ ինչ որ բան կարող եք խոսել մարդկանց հետ։ Նաև հանդիպում պետական աշխատողի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 17-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը տանը առիթ ունեք, կամ պետք է գնաք առիթին, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք տան հետ կապված հարցեր են, որոնք կլուծեք, միգուցե տուն եք մաքրում, բուրգա եք անում, սա նաև կարող է տանը աշխատեք, միգուցե տանն եք, եւ աշխատում եք, նաև
Գուցե ոնց որ տան իրեր եք գնում, տան վարձ եք տալիս, ինչ որ մի բան է, որը մեջը տունն է, հա, տանն է վերաբերվում, չգիտեմ, մի խոսքով։ Գուցե գնում եք տուն նայելու այդպես։ Ոմանք ունեն թաքուն գործողություններ, ոմանք ունեն թաքուն սիրավեպ։ Այդ օրը հեռախոսազանգ կունենաք, հանկարծակի լուր կունենաք եւ ոչ թե տհաճ պահեր կան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 17-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, նորություն կլսեք, ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք, ամսվա իրադարձություն ունեք, ոնց որ ամեն ամիս անում եք, դա նաև կարող է նոր է սկսում կամ ավարտվում է մեկ ամսվա իրադարձություն։ Նաև այստեղ տհաճ պահեր կան եւ տատանվում եք, ելք եք փնտրում, ընտրության առջև եք կանգնած, ինչպես անել, ինչպես վարվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել նաև ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, դատական համակարգ։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, միշտ ապեք ոչ մի հարցում։
Նաև տան հետ կապված հարցեր կան, ուզա գնում եք այստեղ բանկ վճարում եք անում տան հետ կապված, նաև առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին, ինչ-որ գործողություններ են, տուն եք նայում, տուն եք մաքրում, տան իրեր եք գնում, նաև նորություն կլսեք այդ օրը, տատանվում եք, ծանրութեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք և ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, նաև դա կարող է լինել այդտեղ սիրային առաջարկ է, տատանվում եք, մտածում եք, նաև հարազատների հետ կհանդիպեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուզներին հուլիսի 17-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը տհաճ պահեր կան, նաև հանկարծակի լուր կլսեք, ոմանք նվեր կգնեն, ոմանք նվեր կստանան, նվեր կտան, նաև դիմացինին, ինչ-որ մի բան տեղի կունենա, որ դա ոչ թե ֆիզիկական նվեր է, այլ ինչ-որ նվեր է լինելու ձեզ համար։ Եվ գործերը կանեք կավարտեք այդ օրը վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 17-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, գուցե կապված է դրա հետ, սեղանի շուրջ ինչ կուտեք, ինչ կխմեք եւս։ Կայցելեք ոչ թե բժշկական կենտրոն կամ կոսմետոլոգի մոտ։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նաև ցույց է տալիս դիմացինի հավատարմությունը ձեր նկատմամբ։ Նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթեր կստանաք, միգուցե ստորագրում եք փաստաթուղթ, շատ կարևոր փաստաթուղթ կուղարկեք, ինչ-որ մեկին կդասավորեք։ Այսքանը ձեզ համար,
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 17-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը նվեր կստանաք կամ նվեր կպատրաստեք դիմացինի համար, կգնեք, նաև կողն ինչ-որ մի բան է, որը ձեզ համար նվեր է, ոչ թե ֆիզիկական, ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, միգուցե դա է, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը և ինչ-որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 17-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանկարծակի լուր կիմանաք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց թողեցիք, որ չէ հնարավորություն, այսինքն երկար եք մտածել, այդ պահին չպատասխանեցիք, հետո արդեն բավականին ուշ է պատասխանելու համար։ Նաև այդ օրը ոմանք շատ կաշխատեն, շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կհանդիպել պետական աշխատողի հետ, աշխատանքի մասին խոսեք, հանգստի, ինչ-որ աշխատանքի մասին քննարկեք նաև ինչ-որ մեկի հետ։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ նաև այդ օրը կպայմանավորվեք ժամ, կամ եթե ցույց է տալիս, դա ուրեմն կարող է ժամերը փոխեք, գուցե աշխատանքային ժամերն է փոխվում։ Եվ այստեղ հուզված գնում է ոմանք ժամադրության սիրային, ոմանք հուզված են, որովհետև հանդիպելու են իրենց հարազատ մարդկանց հետ։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, ոմանք փաստաթղթեր կուղարկեն, կստանան, կգրեք ինչ-որ բաներ, տեղեկատվություն կստանաք, եթե ինչ-որ փաթեթ ունեք, փաթեթ, եթե բան եք պատվիրել, փաթեթ կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ունեք ոչ ամսվա իրադարձություն, այսինքն ամեն ամիս լինում է ձեզ հետ, կամ նոր է սկսվում դա, կամ ավարտվում է այդ ամեն ամսվանը, կամ դա կարող լինել նաև վերջի մեկ ամսվա ինչ-որ իրադարձության ավարտ, ինչ-որ մի բան կամ սկսում է, կամ ավարտվում է։ Նաև օրը ձեր ձեռքում է շատ բան հենց ձեզանից է կախված, հրավերք ունեք առիթի, նաև դուք կարող եք մարդկանց հրավիրել առիթի, այդ օրը նաև հանդիպում ունեք, յուրաքանչյուր քայլանալուց առաջ երկար մտածեք, միշտ ապեք, այստեղ նշեմ, միգուցե դրա հետ է կապված այդ ամեն ինչը, այստեղ աշխատանքի վայրում ձեզ ինչ-որ մի բան ցավ է տալիս, կամ մարդիկ են ցավ տալիս, վերաբերմունքը միգուցե, եւ այստեղ կա, հա, օրը ձեր ձեռքում է, նաև յուրաքանչյուր քայլանելուց առաջ կանգ առեք, այդ ամեն ինչը ինձ թվում է դրան է վերաբերվում։ Այստեղ սուտ կա եւ դրա վերաբերյալ տատանվում եք, ծանր ու թեթև եք անում։ Միգուցե ինչ-որ բան են ասել, ոնց որ դեռ չգիտեք, սուտ է, հա, եւ դրա վրա շատ եք այդպես մտքերով ընկնում եւ ընտրության առջև կանգնում, հենց այստեղ նաև ասվում է, որ դա սուտ է, այդքան կարող պետք չի խորանալ այդ ամեն ինչի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հուլիսի 17-ին։
Հարգելի այցեղջուրներ, այդ օրը տհաճ պահեր կան։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, աշխատանքի հետ կապված հարցերով կզբաղվեք, կլուծեք։ Միգուցե շուտ եք դուրս գալիս աշխատանքից կամ աշխատանք եք փնտրում, հարցազրույցի եք գնում, ինչ-որ բան է աշխատանքի հետ կապված։ Նաև կարող եք հանդիպել պետական աշխատողի հետ այդ օրը։ Եվ հրավերք առիթի, կամ ձեր առիթն է, կամ պետք է գնաք այդ առիթին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Նաև այստեղ ոմանք ուշ են արթնանալու, ոմանք ավելի շուտ, եւ նաև ցույց է տալիս այստեղ հավատարմությունը դիմացինի, ավելի շատ հանձնական կյանքը սա։ Նաև այդ օրը ձեր ձեռքերում է շատ բան ձեզանից է կախված, գումար կստանաք, շատ եղեք, որովհետեւ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 17-ին։ Հարգելի ձկներ, այստեղ ուրիշ ոչինչ չունեք, ընդամենը մեկ բան է։ Կարող եք նայել նաև ձեր լուսնայինը, կամ նաև տարվա ծնված նշանը, որ լիարժեք լինի, որտեղ դա չի ընկել։ Ոչինչ։
Այստեղ ունեք մեկ ամսվա իրադարձություն, օրինակ, դա կարող է լինել ամեն ամսվա իրադարձություն է, որ անում եք, վճարում եք ինչ-որ մի բան կամ ձեզ են վճարում, նաև մեկ ամիսը ինչ-որ գործերով եք զբաղվում, դա կարող է ավարտվել, նման ինչ-որ գործ կարող է սկսել կամ ամեն ամսվա կամ մեկ ամիս, այդպես պետք է անեք, դե դրանք ավարտվում են այդպես, ուրիշ ոչինչ չունեք, գուցե պատվեր են տվել, մեկ ամիս պետք է աշխատեք և ուրիշ ոչինչի վրա ժամանակ չեք վատնում, ամբողջ օրը դա եք անելու, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։